Դուք աջակցում եք Հայաստան դաշինքին, Ռուբեն Քոչարյանին։ Իհարկե, միանշանակ։ Եվ ինչու է Քոչարյանը, ինչու Հայաստան դաշինքը Քոչարյանը նախ խելացի մարդ է, փորձ ունի, իր կամքի ուժեղ տեր մարդ է, եւ ես համոզված եմ, որ մենակ Քոչարյանը կարող է Հայաստան այս ճահիճից հանել, ուրիշ ոչ ոք։ Աշխարհում 10 միլիոնից ավել մարդ կա, ես մենակ վստահում եմ Քոչարյանին, որ ինքը կարա հանի այդ վիճակից Հայաստանը։ Բայց ինչու է Հայաստանը հայրիկ չեն ճահիճում։ Փաշինյանն ասում է, թոշակ են մարսացրել, առողջապահական ապահովագրություններ, հավաքություն են բերել, Փաշինյանը շատ բան կարա ասի։ Մի թոշակառու էլ ես եմ, ասեք թե 10,000 դրամով թոշակ ավելացրել է, բայց ինչ ապրանք կա սննդի տեսակետից։ 2-3 անգամ թանկացել է, հիմա թոշակն է բարձրացել, թե ավելի ավատացել մեր վիճակը։ Խաղաղություն, ես 13 տարի ոչ կյանքս էլ Արցախում եմ ապրել։ Ես ոչ մի վարքյան չեմ պատկերացնում խաղաղություն ադրբեջանցիների տեսնում ես 2-3 մարդ առանձին հավաքված իրար հետ վիճում են, ինչ խաղաղությունը, ցանկացած ընտանիքում վիճում են իրար հետ, եղբայրները իրար հետ, քույրերը իրար հետ, դա բացառում է։ Ադրբեջանցին թուրքը իրար հետ խաղաղ չեն ապրելու, ես համոզված եմ, 72 տարեկան եմ, ես համոզված եմ դրանում։ Աղջիկ ջան, ես դա ոչ թե նախընտրական քարոզարշավ եմ անվանում, ես դա անվանում եմ խուլիգանություն, այդպիսի մի քարոզարշավ մի օրի եղել է, որ վիճաբանություն չլինի որևէ մեկի հետ, ես չեմ տեսել, միգուցե դուք տեսել եք, ես չեմ նկատել դա, փոխանակ գործող վարչապետը իր ծրագիրը ներկայացնի, ինչ պիտի անի հետագայում, ոնց պիտի մարդիկ ապրեն, գնում սրա նրա հետ վիճում է, իր ադեկվատ չի պահում, մեզ պետք է այդպիսի ղեկավարը, ես թվում թե ինձ թվում է թե չէ։ Իհարկե ոչ, գրողի ծոցը գնա այդպես ղեկավարում է պետք է։